Այդ դիրքավորման մասին, որ ցանկանում եմ խոսել, Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում սիրելի երկորյակներ ձեր երկրորդ տանն է։ Ձեր երկրորդ տունը ձեր ֆինանսներն են, ռեսուրսներն են։ Հնարավոր է, որ ձեր տան անդամների ֆինանսական վիճակը միանգամից բարելավի։ Մեծ հնարավորություններ կտրվեն աշխատելու գումարներ ձեր հարազատների հետ ձերից տանը։ Կարող եք մեծացնել ձեր բնակարանը, նոր բնակարան գնել։ Դուք կարող եք ձեզ լավ զգալ։ Կարող են նաև Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում դա բնանք տարածքի ընդլայնում է, երեխաներն են, ձեր ռեսուրսները կարող են լինել ձեր երեխաներ կարող եք ունենալ, ձեռքբերումներ, գիտեք, ֆինանսական ռեսուրսներ կամ ընդհանրապես ռեսուրսների ձեռքբերումը, այո, փողի փոխարեն, գումարի փոխարեն դուք ուղղակի կարող եք ձեռքբերել ընտանեկան երջանկություն, որը երբեք ու երբեք փոխարինելի չեն։ Սիրելի հետևորդներ, Սև լույսի նկարիչում, որը լինելու է, ինչպես հիշում եք, դա 25 թվականի մարտի 27-ից մինչև 25 թվականի դեկտեմբերի 20-ը։ Այն ձեզ կտա խնդիրներ առողջական։ Ինչու, որովհետև 6-րդ տունն է կամ աշխատանքում, ուշադիր եղեք ուռուցքային այդ երևույթներ, եթե զգում եք, որ լավ չեք զգում միզասեռական օրգաններում, ապա կարող եք դիմել բժշկի, կարող է դա տեղի չունենալ, սիրելի հետևորդներ, մի վախեցեք, բայց 6-րդ տունը դա առողջություն եւ աշխատանքն է, ուշադիր եղեք աշխատանքում խնդիրներ չլինեն, հարկային հարկադիր այդ մարմինների հետ կարիճը դա գումարներն են, հանրային գումարներն են, ձեր հաշվապահների հետ ուշադիր եղեք, ենթականների հետ, որպեսզի նրանք ձեզ չկողոպտեն, ֆինանսական խնդիրների առաջ կարող եք կանգնել սիրելի հետևորդներ, ուշադիր եղեք, մանրակրկիտ ուսումնասիրեք ձեր ֆինանսական վիճակը, ձեր բրենդի, ձեր աշխատանքում աշխատակիցների հետ, այնպես արեք, որպեսզի դուք չունենաք խնդիրներ եւ նրանց հետ, որովհետեւ եթե դուք նրանց հետ խնդիրներ ունենաք, ապա նրանք կարող են ձեզ ուղղակի ձեր այն գործերը, Սև լույսի նկարիչում, ֆինանսական գործերը, հանրային գումարները, հարկերը, վարկերը, այդ ամենը կարիճի կենդանակերպի գործառույթն է, ուղղակի նրանք կարող են հենց այդ մասով հարվածել ձեզ եւ խնդիրներ բերել հենց այդ ոլորտից։ Սիրելի խեցգետիններ, Արևի խավարումը, Սատուրնի մուտքը խոյի կենդանակերպ, Նեպտունի մուտքը խոյի կենդանակերպ որոշ չափով կարող է ազդել ձեր վարկանիշի վրա, ձեր հայրիկի հետ հարաբերություններում։ Ձեր անձնական կյանքը դասավորելու համար հնարավոր է կոնֆլիկտներ ունենաք հայր ծնողի հետ։ Ուշադիր եղեք, խնդիրներ չլինեն ղեկավարների հետ։ Այդ ժամանակահատվածներն են, փաստորեն Սատուրնը խոյի կենդանակերպ 25 թվականի մայիսի 25-ից մինչ 25 թվականի սեպտեմբերի 1-ը, Նեպտունը